Ներկում է։ Բարև ձեզ, ես Նարեկն եմ։ Հիմա ես կներկայացնեմ իմ նկարում ովքեր են ապրում։ Իմ նկարում ապրում են Սարսե Թագուհին և Սարսե Թագավորը, Պաղպաղակի դղյակում, իսկ ինչու չի հալվում, որովհետև Սարսե Թագուհին միշտ ներսում է և երբ ներսում է Սարսե Թագուհին սառացնում է և սառած մնում է դղյակը։ Այդ պատճառով չի հալվում դղյակի պաղպաղակե պատը։ Բարև ձեզ, ես Երևան եմ։ Այսօր ես կներկայացնեմ իմ նկարը պաղպաղակե դղյակը։ Իմ դղյակում ապրում է Էսկիմո Թագուհին և Էսկիմո Թագավորը։ Ինչու չի հալվում պաղպաղակը, որտեղ Էսկիմո Թագուհին սառացնում է պաղպաղակը։ Դղյակը, չէ՞։ Շատ լավն է, իսկ այնտեղ ոնց որ կոնել ես նկարել։ Կոնե ինչ, պաղպաղակ, եկոցե։ Եվ ինչպիսի տրամադրություն է քո ամրոցում։ Հավես, ուրախ։ Ինչով են զբաղված։ Ինչ են անում։ Սարքում են պաղպաղակ։ Փոքրիկ պաղպաղակներ են պատրաստում։ Շատ լավն է քո պաղպաղակի ամրոցի աշխարհը։ Գեցես։ Բարև ձեզ, ես Արենն եմ, ես նկարել եմ պաղպաղակի դղյակ և պաղպաղակի թագավոր և դղյակի մեջ ապրում են Թագուհին և պաղպաղակի Թագուհին և պաղպաղակի թագավոր։ Բարև ձեզ, ես Յանան եմ, այսօր կպատմեմ պաղպաղակի դղյակի մասին։ Այնտեղ ապրում են Թագուհին Էսկիմոն և թագավոր Էսկիմոն։ Կոնը երևի։ Նրանք պատրաստում են փոքր պաղպաղակներից դղյակ։ Այնտեղ չէր հալվում իրենց դղյակը, որովհետև Էսկիմո Թագուհին սառացնում է դղյակը, որպեսզի չհալվի։ Ինչպես էր սառացնում։ Իր սառցի մասերով։ Բարև ձեզ, ես Մարիաննա Հարությունյան եմ։ Այսօր ես կպատմեմ իմ պաղպաղակի դղյակի մասին։ Իմ պաղպաղակի դղյակը չի հալվի։ Այնտեղ ապրում են իմ մայրիկն ու հայրիկը։ Ու իմ ապերներն են։ Նրանք չեն մրսում, որտեղ իրանք սիրում են սառնությունը։ Իմ ապերերի հետ խաղում եմ ես։ Հետո նստում եմ դաս եմ անում։ Պաղպաղակի ամրոցում։ Իսկ մայրիկս ափսեները լվանում է։ Դե ես եմ գնում օգնում եմ մայրիկիս, որ ափսեները լվա։ Դե ուրախ օր ենք անցկացնում։ Շատ լավ։ Բարև ձեզ, ես Սոսե Մարգարյանն եմ, ես կներկայացնեմ Պաղպաղակի ամրոցը։ Իմ պաղպաղակի ամրոցը չի այլում, որովհետև նրա մեջ ապրում է Էսկիմո Թագուհին և նա կախարդել է պատերը և սառացրել է, որ նրանք կյանքում չհարչեն։ Ելակ է պաղպաղակի ծաղաները։ Եվ մեր պաղպաղակի դղյակում ապրում են ես, մայրիկս և հայրիկս։ Այնտեղ մենք
խաղում ենք իրար, եւ սարում։ Շատ լավ է։ Ես Ստեփանին եմ։ Սա սպիտակ արմունկը։ Ես կարծեմ, որ վերքը չի հալվում։ Սարացում եմ, որ ինքը չհալվի։ Ամպեր սարու կամպեր է։ Սարուցն է գալիս սենցերից, որ ինքը սարանա։ Բարև ձեզ, ես Արիման եմ։ Մասկանում է հելում և 7 տարեկան եմ։ Բաղբաղակի դղյակը ես նկարեցի։ Ինչպես կլակել։ Բաղբաղակներ ուտում են թագավորի թիթերներ, թագուհի։ Ով է ապրում բաղբաղակի դղյակում։ Աղջիկներ, դղաներ, հայրիկներ։ Իրենք պաղպաղակից։ Ամեն պաղպաղակ է դում և փոքսիկներ են։ Բացիկներ։ Բարև ձեզ, ես Դավիթն եմ։ Իմ պաղպաղակի դղյակը պատրաստված է ելակից։ Մենք ընդեղ ապրում ենք մեր ընտանիքը և կարող ենք ուտել այդ պաղպաղակը։ Ամրոցը չի հալվում, որովհետև ընդեղ չի մրում։ Իսկ ինչ տրամադրություն է։ Եվ ամրոցում լավ տրամադրություն է։ Ամեն օրը իրանք պաղպաղակ են։ Այստեղ պաղպաղակի երկու է։ Այստեղ թագուհին իմ մաման պաղպաղակ։ Այստեղ թագավորը պապան է պաղպաղակ։ Իցես իրանք երեխաներն պաղպաղակ։ Այստեղ մենք իրար ենք ապրում ենք շարնակ։ Իսկ ինչի մենք չենք անում, որ մենք սառնարանում ենք։ Իսկ մենք որոշեցինք, որ մենք իրար հետ պետք է թափվում բաներ չխոսենք, լավ խոսենք։ Բարև ձեզ, ես Դավիթ եմ, նկարել իմ պաղպաղակի զամկը։ Ամրոցը, չէ՞ հայերեն։ Ես նկարել եմ պաղպաղակից։ Էսի вкусовой вишкана. Есть клубники мороженое, вишня мороженое, киви мороженое и шоколади. Или если такаводна, ամենամեծ մороженое. Պաղպաղակ, չէ՞։ Հա, если такаводна, բայց էսկեմոները դնում են մեծ վիշկան, որն էլ սա մեկ անգամ եղել ասեն, որ պաղպաղակը ու վաֆլաները կամ մեկ կուբիկ, որ սառուց են լինում։ Ինքնը անում են էլի մեծ ամրոցներ ու ավել։ Ես Մենման եմ։ Ես նկարել եմ պաղպաղակի ամրոցը։ Ամրոցում ապրում են պաղպաղակեր։ Եվ պաղպաղակի թագուհին։ Թագավորի թագուհի օգնականն են։ Ոցը չի արվում, որովհետև ընդեղ կա սառնարան, ու այդ սառնարանը սառուսները սենց գցում ու դա համար չի հալվում։ Շատ լավ է։ Իսկ ինչպիսի օր են ունենում իրենք։ Իրենք մեկ իրենք գանձեր են հավաքում։ Պաղպաղակի տեսքով էլի։ Հա։ Բայց ոսկիները պաղպաղակեց են։ Եվ ինչ են անում դրանք։ Իրանք այդ ոսկիները
գանձերով իրանք տալիս են մարդկանց, որ գնան խանութ։ Շատ ապրես, կեցես։ Բարև ձեզ, ես Ալեքսանդր նկարել եմ անպահպակի ամրոց։ Իսկ ինչ համի է այդ պաղպաղակի ամրոցը։ Ձերո քաղցրերի, Իսկ մրգերի համ ունի։ բանջարեղների, Նույնիսկ բանջարեղենի համ էլ ունի։ Օրինակ որ բանջարեղենի։ յոլի, գազի, կանաչի այդպես համերով։ Եվ ովքեր են ապրում այնտեղ, ասացիր։ Նույնը ուժեն իրան ողականները և մազերեղենները և իրան ճաշները և խորարները։ Խոհարարները, կեցես, կեցես։